Բարև ձեզ։ Նոյեմբերի 15-ին տեղի կունենա կանանց եւ նորարարության շուրջ ամենամեծ կոնֆերանսը Ֆեմինոն։ Այդ թեմայով ենք այսօր զրուցելու։ Իմ զրուցակիցն է նախաձեռնության հիմնադիր Սեդա Պապոյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շատ ուրախ եմ արդեն 4-րդ տարին շարունակ խոսել Ֆեմինոյի հաջողությունների մասին նաև ձեր տաղավարում։ Նմանապես։ Մինչև այս տարվա օրակարգին եւ սպասելիքներին անդրադառնալը կուզեի ամփոփենք նախորդ տարին, նախորդ կոնֆերանսից մինչև այս ամիս ընկած ժամանակահատվածում, մասնավորապես STEM խթանման մրցանակաբաշխության մասին կուզեի խոսենք, ինչ փոփոխություններ եք նկատել, ինչպիսի աճ եք գրանցել։ Սիրով, սա իմ ամենակարևոր ոգևորության կետերից է, որ սկսում եմ խոսել այս ծրագրի մասին, արդեն 2-րդ տարին ծրագիրը կոչել ենք STEM կամ ԲՏՃՄ խթանման մրցանակաբաշխություն, որի թիրախը շահառուները 7-ից մինչև 11-12-րդ դասարանի աղջիկներն, այսինքն միջին դպրոցից մինչև ավագ ամբողջությամբ ներառյալ, ծրագիրը ի սկզբանե հաստատվել է կրթության նախարարության կողմից եւ մենք ամառվա ընթացքում աղջիկներին գտնում ենք իրենց ազատ ժամանակը օգտագործում ենք, թիմեր ենք ձևավորում ամբողջությամբ on-line տիրույթում մենթորների եւ մեր ուղիղ մասնակցությամբ թիմի ու այլ էքսպերտների մասնակցությամբ փորձում ենք իրենց նախագծային ուսուցման միջով անցկացնել։ Գաղափարը իրենցն է լինում, մենթորի իհարկե ունակություններն ու գիտելիքը հաշվի առնելով, արդյունքում ամառվա ավարտին իրենք ունենում են պրոյեկտը գալիս են Երևան pitch անելու բառացիորեն, այսինքն մի տեսակ փոքրիկ ստարտափիկներ են ձևավորվում։ Սա առաջին հերթին իհարկե իրենց հետաքրքրություններն է զարգացնում STEM ոլորտների նկատմամբ, բայց ավելի կարևոր ինձ համար իրենց վստահությունն է մեծացնում, իրենց աճը հստակ ցույց է տալիս եւ երկրորդ տարին արդեն անելով մրցանակաբաշխությունը մի բան կարող եմ փաստել, նույնիսկ բոլորովին կապ չունեցող մարդիկ հաստատեցին, որ նրանք ովքեր երկրորդ անգամ էին մասնակցում անհամեմատ տարբերվում էին նրանցից, ովքեր առաջին անգամ էին մասնակցում, այսինքն մենք հատուկ դեր էինք տվել երկրորդ անգամ մասնակցող աղջիկներին, առաջնորդող դերեր թիմերում, դեսպաններ էինք կոչել ծրագրի, նաև մենթորի օգնականներ, հատուկ պատասխանատվությունների մեջ էինք դնում, փորձում էինք իրենց կոմֆորտ դաշտից դուրս գային, դժվարություններ հաղթահարեին, կազմակերպչական աշխատանքներ տանեին եւ միանշանակ թե ինչ մեծ աճ են գրանցում մի կողմից զարգացնելով իրենց հետաքրքրություններն ու գիտելիքը, բայց մյուս կարևոր կողմից շատ մեծ անձնային աճ ապրելով ես հաճախ ասում եմ այս աղջիկներն այլևս նույնը չեն լինելու։ Խոսքը 300 դիմորդի մասին է, եթե չեմ սխալվում, որը բավականին մեծ թիվ է, հաշվի առնելով, որ Հայաստանի տարբեր համայնքներից են, աղջիկներ ներգրաված եղել, այս թիվը ինչի մասին է խոսում, եթե համեմատենք օրինակ նախորդ տարվա հետ ու արդյոք ինչ որ այլ էֆեկտ է ունենում իրենց համայնքներում, իրենք շարունակում են տարածել, ներգրավել իրենց տարիքի այլ աղջիկների նման նախագծերում։ Ծրագիրը իսկապես շատ բազմաշերտ է, այո, 300 դիմումներից մենք 200-ին ընտրում ենք թիմերում ներգրավելու եւ իրենք հիմնական pitch արարողությունից բուն մրցանակաբաշխությունից հետո, որտեղ մրցանակներ են ստանում, իդեպ մրցանակներ բոլորն են ստանում, շատ դժվար է դա անելը, բայց մենք փորձում ենք մի շարք գործընկերներ գտնել, ովքեր թեկուզ փոքր խրախուսական նվերներ կապահովեն բոլոր մասնակիցների համար։ Ունենում ենք լավագույն թիմեր, այս տարի 5 լավագույն թիմեր ենք ունեցել, ովքեր ավելի լավ մրցանակներ են ստանում, բայց բոլորը ունեն անվանակարգեր, այսինքն խրախուսումը բառից բուն իմաստով է, խրախուսման, խթանման մրցանակաբաշխություն է սա։ Հետո կարևոր բաղադրիչը, երբ որ աղջիկները վերադառնում են տուն, ամեն մեկը իդեպ շատ փոքր համայնքներից են եւ պարտադիր պայման է ծրագրի եւ հետագայում հաջորդ տարի դեսպան դառնալու հնարավորություններից մեկը նաեւ դա է ապահովելու, իրենք պարտադիր դպրոցներում ամեն մեկը առանձին, այսինքն թիմից անջատ, բայց իրենց արդեն թիմային նախագիծը տանում է դպրոց։ Այստեղ իդեպ ավելի մեծ դժվարություն են ունենում անձնային տեսանկյունից, որովհետեւ հաճախ մեզ բացատրում են, որ այնտեղ ինձ բոլորը ճանաչում են դպրոցում ոնց ներկայացնեմ եւ այլն, բայց սա շատ մենք հաճախ անցած տարի նաեւ այս տարվա շքերթը նոր դպրոցական շքերթը նոր է սկսելու, անցած տարվա մեր իսկ այցերից հասկացանք, որ դպրոցում դա ներկայացնելը մի մեծ քայլ է աղջիկների համար երևալու։ Այդտեղ հաճախ աղջիկներն, ովքեր գերազանցիկները չեն, այդքան չեն նկատում դպրոցում, բայց պատկերացրեք վերադառնում են Երևանյանի ինչ որ մրցույթից հաղթանակով եւ գալիս են ներկայացնելու դպրոցը միանգամից փոխում է վերաբերմունքը տվյալ անհատի, տվյալ աղջկա իր հնարավորությունների նկատմամբ եւ ինքը բոլորովին այլ մի իրավիճակում է հայտնվում, ինչը մենք շատ գնահատում ենք եւ այս տարի նույնպես իրենք կվերադառնան եւ այս տարվա մի հետաքրքիր արձագանք եմ ուզում անպայման նշել, ծնողներից մեկը մրցանակաբաշխությունից անմիջապես հետո մոտեցավ, հայրիկ աղջկա ասաց, ես եմ ձեզ շնորհակալ, որովհետեւ շատ ծրագրեր են հիմա մարզերում կատարվում, բայց
Այս են քիչ ծրագրերից է որ հասնում է մեր նման փոքր գյուղ։ Հիմա չեմ հիշում որ համայնքներ, որ կոնկրետ որ համայնքից էր, բայց իսկապես մենք կարողանում ենք հասնել շատ փոքր գյուղեր, on-line ձևաչափը շատ օգնում է այդ առումով եւ արդեն մեր ձևավորված աղջիկների ցանցը ամբողջ Հայաստանում հնարավորություն է տալիս միանգամից եւ խրախուսական մեթոդները իհարկե եւ մի տեսակ երբ որ ծրագիրը բացառապես կոնկրետ այս ծրագիրը բացառապես աղջիկների համար է մի տեսակ ապահով տարածք է իրենց համար բոլոր ամաչկոտ աղջիկների, բոլոր խուսափող աղջիկների համար մի քիչ ավելի հանգիստ զգալ եւ հենց այստեղ էս ապահով միջավայրում զարգացնել իրենց ունակություններն ու հնարավորությունները։ Այս տարվա կոնֆերանսից խոսենք, ինչ է օրակարգում, ինչ հետաքրքիր հյուրեր են լինելու, միայն կանայք են լինելու հյուրերը թե ոչ եւ Ինչպես միշտ կոնֆերանսը ու ընդհանրապես մեր գործունեությունը միայն կանանց ու աղջիկների շուրջ չէ, ես հաճախ այդ մասին նշում եմ, որովհետեւ երբեմն դեռ դա չի ընկալվում այդպես։ Ֆեմինո կոնֆերանսը, որը մեր ամենամեծ արդեն միջազգային հարթակն է, Հայաստանը ցույց տալու, եթե մրցանակաբաշխության դեպքում մենք ներքին օղակներն ենք բացում ու զարգացնում ու նաև ավելի ցածր տարիքի, այս դեպքում արդեն մենք տոն ենք ապահովում առանց վախենալու կարող եմ ասել, որովհետև նախորդ 3 տարիները ցույց են տվել, որ դա տոն է կանանց ու նորարարության շուրջ։ Սա մի հարթակ է, որը մենք ձևավորել ենք, զարգացրել ենք, բավական մեծ ջանքեր ենք դրել, որպեսզի իսկապես Հայաստանի շուրջ խոսի կանանց հնարավորությունների, կանանց ուժի, STEM ոլորտներում գիտության, տեխնոլոգիաների մեջ կանանց հնարավորությունների, հաջողությունների մասին։ Եվ այստեղ խոսում ենք միանգամից ու հստակ կարող եմ ասել նաև ու պարտադիր տղամարդկանց մասնակցությամբ, որովհետև հակառակ դեպքում դա ինչ որ կանանց ակումբի նման մի բան կլինի, որտեղ խնդիրները չեն լուծվում, եթե մենք ուղղակի խոսենք մեր իսկ խնդիրների մասին եւ մտածենք լուծումներ, հա։ Մենք փորձում ենք տոնի վերածել կոնֆերանսը, հրավիրել խոսնակների, բացահայտել շատ կարևոր թեմաներ։ Իդեպ հաղթող աղջիկները նաև բացմանը ելույթ են ունենալու, դա լրացուցիչ հնարավորություն է իրենց համար նոր հարթակում երևալու, մի քանի նոր վստահության շերտեր բացելու իրենց համար։ Իսկ կոնֆերանսը նորից առաջին հերթին ներսի ներուժի վրա է կենտրոնացած, այսինքն Հայաստանից բավական հետաքրքիր քննարկումներ ունենք, մենք նախորդ տարիների նման ունենք առանձին Հայաստան բեմ, որտեղ մեծ հետաքրքիր թեմաներ են քննարկում, մասնավորապես օրինակ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ մեր համագործակցության շրջանակում, որտեղ մի բավական հետաքրքիր ծրագիր է այս պահին ընթացքում է մոտ 1000 պատանիների համար 2 տարվա ընթացքում, փորձում ենք իրենց պատկերացումները փոխել 2 կարևոր ուղղություններով, մեկը ընտանիքում դերերի հավասարության շուրջ, կնոջ եւ տղամարդու միջև, եւ մեկ էլ մասնագիտությունների շուրջ, որ մասնագիտությունները սեռեր ուղղակի չունեն եւ ծրագիրը այդպես էլ կոչվում է մասնագիտություններ եւ դերեր առանց բայցերի։ Եվ այս թեմայի շուրջ բացի այն, որ կներգրավենք մասնակիցներին, բայց նաեւ նմանատիպ 2 հետաքրքիր պանելային քննարկումներ ունենք դերերի շուրջ ընդհանրապես սոցիալական դերերի շուրջ, թե ինչպես է նպաստում դա տնտեսությանը, երբ որ սոցիալական դերերը հավասարաչափ են բաշխված եւ ինչքանով է դրանից տնտեսությունը շահում ընդհանրապես։ Նույն ձևով բավական լուրջ տեղ ենք տալու on-line ապահովությանը, անվտանգությանը մի քանի տարբեր քննարկումներում այս տարի բնականաբար չեն կարող խուսափել արհեստական բանականությունից, մի բավական ինձ համար հետաքրքիր թեմա ունենք, թե ինչպես է արհեստական բանականությունը ազդում մեդիայի վրա ու ուր է տանում մեդիան ազդեցության դարում, ուր ենք գնում, հա, մեդիայի դերը որն է եւ նաեւ արհեստական բանականությունը ինչ դեր ունի այդտեղ եւ միաժամանակ որ ուր է տանում արհեստական բանականությունը, ստեղծագործողներին ինչ են իրենք անում, արդյոք ինչ որ պահի այլևս ստեղծագործել պետք չէ, երբ որ արհեստական բանականությունը շատ բաներ ինքնուրույն է անում։ Ունենք բնականաբար նաև առանձին հետաքրքիր ելույթներ ու դրսից հյուրեր, ինչպես միշտ, բավական էլի բազմազան աշխարհագրություն Ավստրալիայից մինչև Գերմանիա, Միացյալ Նահանգներ, որ մշտապես մեր հետաքրքրությունն ու բավական կարևոր աղբյուրն է խոսնակների, օրինակ խոսնակներից մեկը Հարի Գլորիկյանը, սփյուռքահայ համայնքը ներկայացնող ամերիկյան համայնքը, ինքը առողջապահության ոլորտում բավական լուրջ հաջողությունների հասած անհատ է, բավական մեծ հեղինակություն, մի քանի պատենտներ է հեղինակել եւ ելույթներից մեկը իրենն է հենց արհեստական բանականության եւ փոխվող աշխարհի մասին։ Մեկ այլ էլի հայազգի ու սփյուռքից եկող հատուկ կոնֆերանսի համար են գալիս իդեպ եկող մեկ այլ խոսնակ Կարինե Սարգսյանը լուրջ գիտնական Եվրոպայում, Ամերիկայում հաջողությունների հասած եւ խոսելու է ապագայի մասին ընդհանրապես գիտության նորարարության մասին ինչու է դա կարեւոր ընդհանրապես, հա, եւ ինչպես է գիտությունը կապված նորարարության հետ եւ ինչպես դառնալ նորարար, ինչպես փոխել աշխարհը գիտության ու նորարարության միջոցով։ Սրանք մի քանի ելույթներ են, այլ ազգի խոսնակներից շատ հետաքրքիր հյուրեր ունենք, մասնավորապես
Պորտուգալիայի ժամանող Հելեն Գիլոմը, ով ինքը եղել է մարզիկ, հետո ինքը լինելով կին մարզիկ եւ շատ լավ հասկանալով առողջության ու կնոջ առողջության վրա տարբեր գործոնների ազդեցությունը, ինչ որ պահի ստեղծել է Femtech, հա, այսինքն կանանց առողջությանը վերաբերող տեխնոլոգիական ստարտափ, որը վերջերս այս տարվա ընթացքում նաեւ գնվել է մի մեծ հսկայական կազմակերպության կողմից եւ ինքը հենց այդ ստարտափի ու իր պատմությունն է պատմելու, թե ինչքանով է կարեւոր կնոջ առողջության տվյալները ընդհանրապես հանրային առողջության տեսանկյունից եւ ինչպես է արհեստական բանականությունը գալիս օգնության հենց այդ տվյալները ավելի հեշտ ու ավելի արագ վերլուծելու, որպիսի առողջությունը շահի կնոջ եւ ընդհանրապես հասարակության, սա էլ շատ հետաքրքիր թեմա է եւ ելի խոսնակներ ունենք նույն Ավստրալիայից, Գերմանիայից, ինչպես Վրաստանից, այնպես որ ինչպես միշտ Ֆեմինոն շատ հագեցած է լինելու մի քանի զուգահեռ բեմերով ու քննարկումներով եւ չեմ կասկածում, որ նորից կարողանալու ենք այդ տոնը ապահովել Հայաստանում։ Իմ հաջորդ հարցին մասամբ պատասխանեցիք, խոսքս տեխնոլոգիաների փոփոխվող աշխարհին ու զարգացմանն է վերաբերում, մասնավորապես արհեստական բանականության մուտքով ամեն ինչ օր-օրի վրա փոխվում է, Ֆեմինոն որքանով է արձագանքում այս ամենին եւ հետաքրքիր է, որ օրինակ սովորական կրթական ծրագրերը այդքան արագ կդժվարանան, հա, այդ գիտելիքները փոխանցել, փոփոխվել եւ այս դեպքում ինչ որ չափով ավելի հեշտ է ստացվում, թե ոչ։ Շատ կարևոր հարց է իհարկե, մեր դեռ անցած տարվա կոնֆերանսն ամբողջությամբ արհեստական բանականության շուրջ էր։ Հիմա արդեն մենք հասկանում ենք, որ մենք արդեն պատրաստ ենք ապրել դրա հետ եւ մի տեսակ փորձում ենք սովորական ընդունել, հա, արհեստական բանականությունը որպես մեր կյանքի մի կարևոր հատված արդեն։ Երբ խոսում ենք փոփոխությունների մասին, նախ շատ ուրախ եմ, որ Հայաստանում կան կազմակերպություններ, որոնք տարբեր կրթական շերտերում փորձում են այդ փոփոխությունները բերել եւ իդեպ մեր կոնֆերանսի թեմաներից մեկն էլ հենց կրթությունն է ու նաեւ արհեստական բանականության ազդեցությունը կրթական տարբեր շերտերի վրա ու այդպես էլ անվանել ենք այդ քննարկումը կրթության restart, ինչ ենք մենք անում եւ ինչ պիտի անենք գուցե։ Որպես կազմակերպություն շատ կարեւոր կետ իդեպ շեշտեցիք, լինելով բավական ճկուն, լինելով հասարակական կազմակերպություն եւ ունենալով բացարձակ անկախություն գործելու, հա, այդ փոփոխությունները մենք շատ արագ ենք կարողանում կիրառել, մասնավորապես նույն աղջիկների ծրագրի շրջանակում մենք դեռ փոքր խմբերի մեջ, բայց որպես հաջորդ քայլ եւ շատ ուրախ եմ հիմա այդ մասին խոսել, որ մենք մի քանի փորձարկումներ արեցինք հենց կրթության մեջ արհեստական բանականության գործիքները ինչպես կարող ենք կիրառել։ Մի դեպքում աղջիկների, դպրոցահասակ աղջիկների համար արեցինք փոքր պիլոտային ծրագիր, մյուս դեպքում ուսուցիչների եւ իդեպ շատ հետաքրքիր էր արձագանքը, որ նույն ծրագիրը, նույն գործիքները ինչքան տարբեր էին ընկալվում երկու սերունդների կողմից, մի դեպքում շատ բաց դպրոցական աղջիկների, մյուս կողմից իրենց իսկ ուսուցիչների, ովքեր մի քիչ դժվարությամբ, նույնիսկ տեխնիկական դժվարությամբ էին կարողանում հասցնել, ընկալել այդ գործիքի ամբողջ արագությունը, որտեղ արհեստական բանականությունը առաջին հերթին արագության մասին է։ Մեր մասով կարող եմ հաստատել հիմա արդեն, որ մեր հաջորդ կարևոր քայլը լինելու է Առաջիկայում մենք այդպես էլ անվանել ենք այդ նոր շարժումը AI Girls, այսինքն արհեստական բանականության աղջիկները, սա մի նոր ուղղություն է, որը մեզ տանելու է մի կետի, ոչ թե ուզում ենք ուղղակի սովորեցնել գործիքներ կիրառելու համար, մենք ուզում ենք հասնել նրան, որ մի քանի շերտերով, առաջինը իհարկե սովորելով, հետո կիրառելով եւ ի վերջո դառնալ ստեղծողներ օգտագործողից, այսինքն դառնալ մարդիկ, որովհետեւ այս նոր երևույթը մեր կյանքում հնարավորություն է տալիս շատ արագ ինքնուրույն դառնալ գործողանց այս process-ների, ոչ թե ուղղակի կիրառող օգտագործող, այլ շատ արագ, բայց դրա համար մի քիչ պատրաստվել է պետք եւ մենք պատրաստ ենք արդեն, գրեթե ունենք աջակցության դաշտը եւ շատ ողջավորված հաջորդ քայլին ենք սպասում կոնֆերանսից անմիջապես հետո արդեն սկսելու ենք Հայաստանում եւ մեր միտքն է նաեւ ունենալով արդեն որոշակի հնարավորություններ արդեն Սփյուռքում աշխատելու, մեր միտքն է շատ արագ Հայաստանի աղջիկներին կապել Սփյուռքի տարբեր համայնքներում ապրող աղջիկների ու շեշտը դպրոցահասակ տարիքն է մինչև 18 տարեկան, երբ իրենք շատ ավելի բաց են, երբ հենց այդ փուլում են կարողանում ավելի շատ ժամանակ ունենալ, ավելի բաց լինել տարբեր նորությունների համար եւ իհարկե նրանք ովքեր հետաքրքրված են կարող են դառնալ այս ամեն ինչի մասը կոնֆերանսից անմիջապես հետո մենք կսկսենք այդ արշավը եւ մասնակցության հնարավորությունները բացել։ Ազդեցության մի շերտ էլ ես հենց նոր մտածեցի, որ հատկապես գյուղական համայնքներում եւ հատկապես տարիքով ավելի մեծ մարդիկ դժվարությամբ են հիմա տարբերում արհեստական բանականությամբ ստեղծված կոնտենտը իրական կոնտենտից եւ այս առումով գուցե հենց այդ աղջիկները ովքեր տիրապետում են, տարբերում են, կարողանան այդ ամենը ինչ որ չափով
Միանշանակ, եթե մինչև հիմա դեռ խոսում ենք մեդիա գրագիտության մասին, հիմա արհեստական բանականության գրագիտության լուրջ կարիք կա ամբողջ աշխարհում եւ Հայաստանում հատկապես երբ համայնքը փոքր է եւ որ երկիրը ու հասարակությունը փոքր է, վատ ազդեցությունները շատ արագ են տարածվում եւ շատ արագ են ազդում, վատ իմաստով եւ այդտեղ պետք է արագ նաեւ գործել համապատասխանաբար կամ արագ հակ ազդել, որպեսզի ունենանք հնարավորին չափ քիչ վտանգներ ու վատ արդյունքներ։ Եվ նախորդ զրույցին անցած տարի մենք խոսել ենք նաեւ համաշխարհային ցանցի մասին Ֆեմինոյի, այս առումով ինչ փոփոխություններ կան գրանցված, ինչ առաջընթաց կա։ Ես հիշում եմ, որ այստեղ հենց այս դահլիճում եմ հայտարարել առաջին մասնաճյուղի բացման մասին եւ շատ ուրախ եմ արդեն հաստատել, որ այս տարի մենք կարողացանք արդեն պաշտոնապես նախ Լոս Անջելեսում բացել մեր առաջին մասնաճյուղը, որի փաստորեն ամբողջ էությունը տեղում հայ համայնքի շուրջ նորից Ֆեմինոյի գաղափարախոսության, բովանդակության կապերի ու հնարավորությունների մի նոր հարթակ ստեղծել, որը շատերին կտա նոր հնարավորություններ, նոր կապեր եւ բնականաբար կանանց ու նորարարության շուրջ առաջ գնալու ու միասին արդյունքներ ստեղծելու հնարավորություն։ Այս առումով մեր Լոս Անջելեսի մասնաճյուղը սկսելուց հետո միանգամից արդեն աշնան սկզբին մենք կարողացանք հայտնվել Գլենդելի Tech շաբաթ կոչված միջոցառման մեջ, որի մի կարևոր բաղադրիչը մենք էինք ծածկում նորից կանանց թեմաներով, այնտեղ արդեն հեշտ է համագործակցել տեղում աշխատող հայկական ստարտափերի, այս դեպքում Դիսկոյի հետ էինք աշխատում եւ այս ողջավորությունը մեզ տանում է մեր հաջորդ պլաններին, մեր նպատակն է աստիճանաբար ձևավորել իրար հետ փոխկապակցված մասնաճյուղերի շղթա կամ ցանց, որտեղ մենք կկարողանանք փոխ աջակցությամբ նոր արդյունքներ ստանալ։ Մասնավորապես մեր հաջորդ արդեն հաստատված մասնաճյուղը Նյու Յորքում է լինելու դեկտեմբերին արդեն ունենք հաստատումը, արդեն պլանները շուտով կհայտարարենք համապատասխան խոսնակներին, ովքեր միանալու են այդ բացման կարևոր միջոցառմանը եւ նույն ձևով, քանի որ նախկինում մենք փոքր տեստային կամ պիլոտային կոնֆերանսներ էինք արել Ավստրալիայում, մեր հյուրը այս տարվա կոնֆերանսի ով ազգությամբ լեհ է, բայց ամբողջ կյանքում ապրել է լեհ Ավստրալիայում եւ հիմա պատրաստ մեզ արդեն ասում է ինչ կարող եմ ես անել, որպեսզի Ֆեմինոն Սիդնեյում, Ավստրալիայի որևէ քաղաքում սկսի եւ ես լինեմ աջակիցներից մեկը։ Այստեղ շատ կարեւոր է, որ մենք այո, հայկական շատ ակտիվ սփյուռքի օջախների վրա ենք կենտրոնանում, բայց միշտ բացենք ոչ հայ, բայց նույն հետաքրքրությունները, նույն թեմաներով զբաղվող, նույն առաքելությանը աջակցող մարդկանց ներգրավել եւ այդ առումով շատ ուրախ ենք, որ ունենք նման հնարավորություն։ Իհարկե, մինչեւ Ավստրալիա հասնելը անպայման եվրոպական մի մասնաճյուղ կսկսենք եւ ինչ որ պահի նաեւ Ավստրալիա կհասնենք, որտեղ այնտեղ հիմք գցել ենք արդեն։ Եվ վերջում դիտողներին տեղեկացնենք ինչպես կարող են գրանցվել, ինչպես ձեռք բերել տոմսերը, ովքեր կարող են մասնակցել առհասարակ կոնֆերանսին։ Կոնֆերանսը բաց է բոլորի համար, բաց մասնակցության համար, կոնֆերանսը ինչպես բոլոր տարիներին տոմսերով է, բայց մենք ջանք չենք խնայում, որպեսզի բոլոր նրանք, ովքեր պիտի ներկա լինեն այդ մեր ծրագրերի տարբեր մասնակիցներ, մեր մի շարք գործընկերներ, մենք կարողանում ենք հրավերներ ապահովել իրենց համար, բայց բոլոր այլ ցանկացողները կարող են մեր կայքում գտնել տոմսեր եւ հնարավորություններ միանալու կոնֆերանսին ու մասնակիցը դառնալու են տոնի, որը միանշանակ առանց համեստության կարող եմ ասել, իրենց իսկ անձնային աճի մի կարևոր քայլ է լինում որպես կանոն։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։